Մերձավանում նախորդ շաբաթ տեղի ունեցած արյունալ իրադարձություններից հետո ոստիկանությունն ուժեղացված ծառայության մեջ է։ Factor TV-ն 3 Մերձավանում արձանագրել է, որ ոստիկանները հսկողություն են իրականացնում սպանության վայրում Վալոդիա Գրիգորյանի տան մոտակայքում, նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, ինչպես նաև ծառայողական եւ քաղաքացիական մեքենաներով շրջայց են կատարում գյուղում։ Բնակիչներից մեկը չնկարահանվելու պայմանով Factor TV-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց գյուղում տիրող իրավիճակից։ Մարդ վախում էլա դուրս ելնի, մի փորձանքի մեջ չընկնի, նոր նստածեմ, ասում մարդ վախենում է, թեկուզ երեխա ելնի, այն չի մանաս ով կկրակի, ով հետ նորից վրեժ կլուծի կամ ինչ կսպասվի, ինչ գործ ունի ապօրինի զենքը մարդու ձեռը, այդ դրանց ձեռը որտեղից այդ որ տենց տվին 18 հատ։ Մերձավանում լարվածությունը չի թուլանում նաև իրավապաների այն հայտարարությունից հետո, որ սպանությունը բացահայտված է, իսկ կատարողն ու օժանդակողը ձերբակալված։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ սպանության գործով առաջին ձերբակալվածը, որն արդեն կալանավորված է, Նարեկ Օհանյանն է։ Նա մեղադրվում է սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Նարեկ Օհանյանը Մերձավանի ՔՊԱ-կան նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Այս գործով անցնողներից մեկն էլ սպանված Վալոդիա Գրիգորյանի եղբայրն է, տնային կալանքի տակ գտնվող Պայքար Գրիգորյանը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է նաև սպանությունը կատարած խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, որը ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմնին։ Ընդունում եք մեղադրանքը։ Ըստ մամուլի հրապարակումների նա մերձավանցի Գևորգ Հարությունյանն է։ 20-ամյա երիտասարդն ըստ քննչական կոմիտեի տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը։ Նրան մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում սպանության։ Իրավապահ համակարգն այս սպանությունը կապում է փետրվարին տեղի ունեցած սպանության հետ, այնինչ Վալոդիա Գրիգորյանի կուսակիցները հակված չեն հավատալ այս վարկածին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն այս առնչությամբ պնդել է. Վալոդիա Գրիգորյանն անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ, իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով բոլորի համայնքապետը սկզբունքով։ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի ձերբակալումից հետո ներքին գործերի նախարարության կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն, կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Ներքին գործերի նախարարությունը իր հաղորդագրության մեջ ըստ էության արդեն վճիռն էլ կարծես հրապարակել է կապելով տեղի ունեցածը փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Հայաստան խմբակցության падգամավոր Ագնեսա Խամոյանն ասում է իր համար ակնհայտ է արյունալի իրադարձությունների քաղաքական բաղադրիչը։ Ակնհայտ է, որ քաղաքական բաղադրիչը այստեղ հստակ է եւ չտեսնել հնարավոր չէ պարզապես։ Ինչ է քաղաքական բաղադրիչը։ Ես ավարտեմ, երկու խմբեր են եղել նախկին համայնքապետը ՔՊԱ-կան եւ գործող համայնքապետը ընդդիմադիր ներկայացուցիչ։ Բավականին երկար ժամանակ են իդեպ լարված եղել այս հարաբերությունները։ Իշխանական падգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսպես է արձագանքում այն պնդումներին, թե սա քաղաքական սպանություն էր։ Բոլոր են մարդիկ, ովքեր որ դիավաճառությամբ են զբաղվում եւ փորձում են դիավաճառությունը որպես քաղաքական օրակարգ ներկայացնել, նրանք քաղաքական օրակարգում տեղ չունեն եւ չեն ունենալու։ Ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ եւ չեմ կարող գնահատականներ հնչեցնել հստակ պրոցեսների մասին, բայց քաղաքական ենթատեքստ տալ է ամեն ինչին, դա անբարոյականություն է։ Ընդդիմադիր падգամավորն ուղիղ պատասխաններ է ակնկալում ներքին գործերի նախարարությունից, ինչ է արվել սպանությունը կանխելու եւ ինչ է արվում հավանական նոր ողբերգությունը կանխելու համար։ Սպանությունից առաջ օրինակ արտաքին եւ ներքին օրինակ դիտումներ իրականացվել են, գաղտնալսումներ օրինակ իրականացվել են։ Ես որքանով տեղեկություններ ունեմ, նաեւ սպանությունը հենց կատարած անձնավորությունը բավականին երկար ժամանակ օրինակ պատրաստվել է։ Բայց ես վստահություն չունեմ, որ հետագա
իրադարձությունների ընթացքը կկարողանան կախել։ Որևէ մեկը երաշխիք ունի, որ սա շարունակություն չի ունենալու։ Ես չգիտեմ, օրինակ կես տարի հետո, 1 տարի հետո, գուցե 2 տարի հետո որևէ մեկը երաշխիք ունի, որ սա շարունակություն չի ունենալու։ Իշխանությունը դեռ խուսափում է քաղաքական հստակ գնահատական տալ, արդյոք իրավապահ համակարգի պաշտոնյաները թերացել են ենթադրյալ վենդետան կանխելու հարցում։ Եթե հնարավոր է եղել կանխել այդ ամեն ինչ եւ չի կանխվել, իհարկե թերացում տեսնում եմ։ Եվ գիտեք, չափազանց էմոցիոնալ է եւ այն մարդիկ, ովքեր որ իրավապահ համակարգը դարձնելով թիրախ նաեւ իշխանությանը մեղադրում են քաղաքական տվյալ դեպքում փորձում են քաղաքականացնել այս ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ դա այդ օրակարգը ինքը ամենաանբարոյական օրակարգն է, որ կարող է լինել։ Այսօր ներքին գործերի նախարարությունից ընդդիմադիր падգամավորի մտահոգություններին ի պատասխան Factor TV-ին փոխանցեցին, որ Մերձավանում ուժեղացված ծառայություն է իրականացվում, ոստիկանական հենակետեր են տեղադրվել, իրականացվում են բացատրական եւ այլ գաղտնի միջոցառումներ։